ակնհայտ է, որ ձեր կուսակցությունը չի անցնելու ընտրությունները, որովհետև կան սոցհարցումներ, վերջի մենք բոլորս երկում ենք ապրում ֆավորիտներ կան, կային կա եւ այլն եւ այլն։ Այդ սոցհարցումներով ձեր ցանկը, որով որ դուք առաջադրվում եք, ընդամենը ենթադրաբար, եթե ինչ-որ հրաշք տեղի չունենա, ձայնա փոշի հասնելու, այդ ձայնել գնալու է հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Հա։ Ինչի է գնում ընտրությունների։ Ну, առաջինը մի հատ հարց ձեզ տամ, իսկ ով անցկացում է ցուցարցումը։ Դա տասնյակ կազմակերպություն։ Տասնյակ։ Տարբեր իրար հետ կապ չունեցող, իրար սիրող, իրար չսիրող, իրարատող եւ այլն։ Ճիշտ եք ասում, իրար հետ կապ չունեցող, բայց այլ ուժերի հետ կապ ունեցող։ Դա կողքի եմ դնում։ Բայց ամենակարևոր այստեղ թիվը դա է, որ 60% ընտրողների չի կողմնորոշվել։ Դա էլ ասում են շատերը եւ դա ակնհայտ է, որ 60% չի։ Ես ես թվեր բերեմ։ Բերեք։ Հա, ուրեմն համոզեկից որ 4%-ը հաղթելու եք։ Չէ, մի րոպե, դա 4%-ը թե 6%-ը, դա մեր հասարակությունը։ Դե լավ, շեմ է, էլի։ Հա, դա մեր հասարակությունը կտա, լավ է հարցնել փոշիացման պատասխանեմ, դա մեր հասարակությունը կորոշի, որտեղ մենք նոր ենք հայտը ներկայացրել, նոր ենք մտել այդ դաշտ, դրա համար մեզ կճանաչեն, որտեղ մենք հասկանալի է, չէ՞, մենք այն ուժն ենք, որ այլ մոտեցումներ ունենք եւ մենք ոչ օլիգարխ ենք, ոչ մեծահարուստ ենք, մեր ամբողջ եթե ցուցակը նայեք, չկա։ То есть մենք այլ ուժ ենք մեզ ներկայացնում, այլ մոտեցումներ։ Ինչ է, կնդիմադիր եք, ինչ։ Մի րոպե, ես մակ ասեմ։ Հա, դրանից հետո որ ասում եք փոշիացնում, մենք ժողովրդավար պետություն ենք, չէ՞։ Ինչ է նշանակում։ То есть մենք հիմա ուզում ենք ասել, որ ընդդիմությունը պարտվելու է կամ իշխանությունն է հաղթելու։ Չէ, ուզում ենք ասել հետեւյալը, որ երբ ակնհայտ է բոլոր սոցհարցումներով, որ Նիկոլ Փաշինյանի ուժը չունենալով բացարձակ մեծամասնություն ունի որոշակի առավելություն մնացած ընդդիմադիր ուժերի նկատմամբ, ու բոլոր այն ուժերը, որոնք որ մասնակցեն ընտրությունների, ի սկզբանե լավ հասկանալով, որ 4%-ը չեն կարողանա հաղթահարել, այդ փոշիացված այն ավելի շատ գնալու են իշխանության։ Փաստացիորեն դուք մի փոքր կաթիլ լցնելու եք հոգուտ իշխանության գանձանակի, սա է նշանակում։ Ոչ, դա շատ ուղիղ է սենց բացատրությունն է, ես ասում եմ, եթե 60% չի կողմնորոշվել, եթե մենք մտնում ենք, մեզ ձայն են տալիս մարդիկ, որոնք չեն տա ոչ Սամվել Կարապետյանին, ոչ Գագիկ Ծառուկյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Մենք հասկանում եք։ Դրա համար մենք ինչ խնդիր ենք լուծում եւ ամենամեծ խնդիրը, երբ դուք ասում եք իշխանությունը շահում այն ժամանակ, երբ ընտրություններին չեն գնում։ Մենք կբերենք մարդկանց տեղամասեր, որոնք չեն ուզում գնալ։ Դա մեկ, երկրորդը, դե եթե քաղաքացիական պայմանագիրը հավաքի ավելի մեծ, ուրեմն հասարակությունը իրենց ձայնը տվել եւ օրենքը ժողովրդավարության դա ով ավելի շատ հավաքել ձայների գնում է հասկանում եք չէ то есть մենք չենք կարող գնանք դեմ մեր ժողովրդին եթե ժողովուրդը ուզում եք որ Նիկոլ Փաշինյանը գնա տուն ինչա դուք ուզում եք անձամբ դուք որ Նիկոլ Փաշինյանը գնա տուն ես ուզելով չի ես անձնական չէ այդ հարցերին ես չեմ պատասխանում ինչի որովհետեւ ես նորից եմ ասում ժողովուրդը կորոշի մենք էլ գնում ենք մեր ծրագրով մենք ոչ մեկին չենք միանում եթե մենք ուզենայինք դուք ուզում եք եսեք իշխանություն դա պատասխանն է ձեր հարցի պատասխանն է եթե մենք ուզենայինք որպեսի մի ուժ անցնել մենք միանայինք իրան կամ կասենք որ աջակցում ենք այնպես որ կա ժողովրդի կամք տեսնում եք մենք խոսում ենք ժողովրդավարության մասին բայց մենք ազդում ենք դրա վրա ասում եք տես գնալու եք ընտրարշավի իմ շատ հարգելի պարոն Հարությունյան գնալու եք ընտրարշավի ժամանակ մարդկանց ասել եք մեզ ձայն տվեք, չէ՞։ Այո։ Այդ ձայն եք ուզելու, չէ՞։ Ձայն եք ուզելու ինչի համար, որ Նիկոլ Փաշինյանը գնա թե մնա։ Չէ, մենք այ տեսնում եք, նորից դուք ինձ դրթում եք հակա դեմոկրատական քայլեր։ Բայց հակադեմոկրատական չի, դա քաղաքական կեցված կա։ Կեցված կա, այո, բայց ես գնում եմ եւ ասում եմ, որ ես ունեմ ծրագիր, իմիջիայլոց մենք ունենք 7 կետանոց ծրագիր եւ մենք դա ենք քարոզելու։ Եվ եթե մարդը չի կարողանում համոզել կամ չունի ծրագիր, ինքը սկսում է քննադատել։ Մեր սկզբունքը այս ընտրություններին հաշվի առնելով, որ ամենամեծ սպառնալիքը եւ դրա մասին ես ասել եմ մեր հասարակության պարակտվածությունն է, մենք չենք ասելու նայա վատ, ընդդիմությունն է վատ կամ այս ուժը, մենք գնում ենք ներկայանում ենք մեր ծրագրով, ներկայացնում ենք այն ինչ որ մենք ենք տեսնում եւ եթե ժողովուրդը մեզ ձայնա տալիս, ուրեմն ձայնա տալիս։ Մի հատ էլ այս թեմայով հարցնում որ չեմ տալիս։ Ձեր նյարդերը այդ առումով չեմ բանանելու քայքայելու։ Հա, ուզում եք դուք ինձ տեսական
մի հատ տեսական իրավիճակ եմ նկարագրում։ Ինչ որ հրաշքով անցնում եք պարլամենտ, ունեք 4%։ Ուրեմն, ասենք, չգիտեմ, հավասարաչափ տոկոսով հավաքել են ընդդիմությունը մնացած եւ Նիկոլ Փաշինյանը մնացած։ Ու միացակ դառնալու է վարչապետ, ваши действия։ Տենց եմ ուզում հասկանամ ում եք բանում, էլի։ Դուք չեք կարող հասկանալ, որտեղ ես նորից եմ ասում, սկզբում ասեցի դա է որոշում։ Երբ որ մենք կանցնենք, չեք բացառում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա բացառում եք։ Ես ոչ իբան չեմ բացառում այն առումով, որ մենք ունենք մեր մոտեցումը, նորից եմ ասում։ Մենք համագումար ենք ան։ Դուք հասկանում եք, դուք բացահայտում եք, որ դուք դիկտատոր եք, ոչ թե ժողովրդավար։ Ես դիկտատոր եմ, վայ, մեր օպերատորը ինձ հիմա ուրախությամբ ժպտացի։ Ընդունես ձեր դիտարկումը։ Հիմա նայեք։ Մենք համագումար ենք անցկացրել։ Հասկանում եք, կամ կա իմ մոտեցումը, դա մի բան է, բայց մենք ուժ ենք ներկայացնում, որտեղ համագումար է եղել, որտեղ որոշում է ընդունվել, որ մենք գնում ենք առանձին։ Երբ որ դու ասում եք, մի րոպե, երբ որ դուք ասում եք, որ այսպես վիճակ է ստեղծում, ապա մենք նորից պետք է դիմենք մարմիններին, որոնք այս մեզ հաստատել են մեր ծրագիրը մոտեցումը, եւ այնտեղ որոշենք։ Եվ եթե այո, եւ եթե այդտեղ մեզ ձայն են տվել, ապա մենք չենք կարող նաև հաշվի չառնել այդ ձայն տվողների։ Ընդդիմություն եք թե ընդդիմություն չեք, չեմ հասկանում, պարոն Հարությունյան։ Ընդդիմությունը դա քաղաքագիտական կատեգորիա է այնուամենայնիվ։ Դուք չեք կարող լինել կամ պետք է լինեք իշխանամետ, ոչ, կամ ընդդիմություն։ Ոչ։ Մենք այն ուժն ենք, որը ունենք մեր ծրագիրը, եւ գնում ենք այդ ծրագիրը։ Ընդդիմություն չեք։ Եթե մենք ոչ իշխանություն ենք, ոչ էլ ընդդիմություն ենք այս պահին, նույնիսկ համար, եթե մենք առանձին ենք գնում, դա նշանակում է, որ մենք գնում ենք առանձին։ Եթե մենք լինենք որոշում ունենայինք համագումարում, մենք ուրիշ բան կանենք։ Լավ, էլ չեմ բանանում, դառումով չի, ես ունեմ իմ մոտեցումը, պետք չի ինձ ստիպել ասել այն ինչ որ դուք եք ուզում։ Չէ, ես ուզում եմ հասկանամ, ես ոչինչ չեմ ուզում։ Դուք հասկացել եք, չեք ուզում։ Ես ասում եմ, մենք գնում ենք առանձին։ Ամառ առանձինը կարելի առանձին ընդդիմադիր, օրինակ կան ուժեր, որոնք ասում են մենք ընդդիմադիր ենք եւ ընդդիմությանը եւ իշխանությանը։ Եթե ուժը գնում է ընտրություններին, ազգային ժողովի, դա նշանակում է, որ ինքը ուզում է, որ ինքը դառնա։ Իսկ դա նշանակում է, որ ինքը ունի իր ծրագիրը, իր մոտեցումը։